կյանքի կյանքը, բեղունը, որ թռավ երկնքում։ Հեյ, հայրիկ, երբևէ տեսել ես բեղուն, փոքրիկ ձեռքերով ու ոտքերով։ Այն շուտով պիտի փոխվի, դառնա բեղուն դոդ։ Վայ, ես էլ կուզեի դա տեսնել։ Դրան ասում են մետամորֆոզա։ Այո, մետամորֆոզա։ Բայց գիտես, հայրիկ, դոդերին երբեմն ուտում են օձերն ու թռչունները։ Դա այնքան տխուր է։ Ճիշտ ես, որդիս։ Բայց դոդերն էլ են ուտում թռչող մորեխներ ու որդեր, որպեսզի ապրեն։ Ահա այդպես է, այս ամենը կյանքի ստեղծած օրենքի մի մասն է։ Կյանքի կյանքը։ Դա ինչ է, հայրիկ։ Ասա ինձ։ Գուցե մի փոքր երբ մեծանաս, շին։ Ոչ, հիմա ուզում եմ իմանալ։ Խնդրում եմ, ասա ինձ, հայրիկ։ Իրոք ուզում ես իմանալ։ Այո, շատ եմ ուզում։ Լավ, ուրեմն լսիր շատ ուշադիր։ Եվ հայրիկը սկսեց պատմել մի պատմություն։ Դա այն պատմությունն էր, որ իր պապիկն էր իրեն պատմել վաղուց։ Դոդը, որ թռավ երկնքում։ Ահա մենք, Սատոյամայում։ Գյուղական վայրում, որտեղ շատ կենդանիներ են ապրում։ Լիալուսնի գիշերը, երբ բրինձն արդեն տնկված էր։ Դոդերը սկսեցին իրենց մեծ երգեցողությունը։ Գակո, գակո։ Գնանք լուսնի լույսի տակ զբոսանքի։ Գակո, գեկո, գեկո։ Շատ եմ սիրում քո ժպիտը։ Գեկո, գերո, գերո։ Խնդրում եմ, ամուսնացիր ինձ հետ, գերոյոն։ Սա դոդերի մեծ սիրո երգի մրցույթն էր։ Ինչքան էր այն շարունակվելու։ Անցավ ամառը, եւ աշունը եկավ բրնձի արտերը։ Փոքրիկ բեղունիկից Պյոնտան դարձավ ուժեղ դոդ։ Ամեն օր նա զբաղված էր ուտելով։ Այսօր նա բռնեց մորեխ, ծղրիդ։ Ու նույնիսկ սարդ։ Բայց մի օր։ Մեծ մի օձ նայում էր ուղիղ իրեն։ Պյոնտայի մարմինը քարացավ վախից։ Սա մահացու, վտանգավոր պահ էր։ Վայ, վերջն է, հիմա ինձ պիտի ուտի։ Նա փակեց աչքերը եւ սպասեց, որ օձը հարձակվի։ Բայց հանկարծ։ Ֆլապ, ֆլապ, ֆլապ։ Ուժեղ քամի փչեց, եւ Պյոնտան ընկավ խոտերի մեջ։ Նա դանդաղ բարձրացրեց գլուխը եւ նայեց երկնքին։ Ահա նա։ Մեծ մի թռչուն թռչում էր, օձը իր ճանկերում բռնած։ Վաո։ Պյոնտան վախեցած ճչաց։ Մի պահ նա անգամ կանգնել չկարողացավ։ Աշունը գնալով ցրտեց։ Եվ շուտով սկսեցին փչել ձմեռային քամիներ։ Պյոնտա, ժամանակն է պատրաստվել ձմռանը։ Պատրաստվել։ Ինչ ես ասում, հայրիկ։ Մենք քնելու ենք հողի տակ, մինչև գարունը վերադառնա։ Դրան ասում են ձմեռային քուն։ Պյոնտայի համար դա առաջին ձմեռային քունն էր։ Հայրիկ, մի հարց ունեմ։ Ինչ հարց է, Պյոնտա։ Ասա ինձ։ Պյոնտան պատմեց իր հորը այն օրվա մասին, երբ գրեթե մահացավ։ Հետո հարցրեց. Իսկ ճիշտ է, որ մի օր օձը ինձ կուտի։ Ինչու եմ ես ընդհանրապես ծնվել։ Խնդրում եմ, հայրիկ, ասա ինձ։ Սա մեծ հարց է։ Հնարավոր է, հիմա քեզ համար մի փոքր դժվար լինի հասկանալ։ Բայց ուզում եմ իմանալ։ Խնդրում եմ, ասա հիմա, հայրիկ։ Լավ, ուրեմն լսիր շատ ուշադիր։ Ինչ է ասելու հայրիկը։ Սա գաղտնիք է հաջորդ անգամի համար, սպասիր շարունակությանը։ Լավ, բոլորդ, ձեզ տրվել է կյանքը որպես մարդկանց։ Մարդկանց չեն ուտում այնպես, ինչպես գորտերին։ Այնպես որ, ինչու՞։ Ենք մենք ծնվել։ Խնդրում ենք կիսվեք ձեր մտքերով մեկնաբանություններում,